Առաջինի ուղիղ եթերում լուրերը շարունակում է աշխատանքը, ես Շուշանե Սաքունցն եմ, բարև ձեզ։ Կառավարությունը 1 միլիարդ 634 միլիոն դրամ է հատկացրել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Գործադիրի նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշել է, որ 2026-ին պետբյուջեից համաֆինանսավորվել է 7 միլիարդ 35 միլիոն դրամի ծրագիր։ Վարչապետը ուշադրությունը հրավիրել է էներգոարդյունավետության արդիականացման նպատակով Իջևանի բազմաբնակարան շենքերի նորոգման ծրագրին։ Այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է։ Ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերվում է բոլոր փուլերին, արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանը եւ արդյունավետության բարձրացմանը, այստեղ իհարկե կուտակիչ կայանների ենթակառուցվածքը շատ էական եւ կարեւոր է, էլեկտրական էներգիայի տեղափոխման արդյունավետությանը, էլեկտրաէներգիայի արտադրության ձևերի բազմազանեցմանը Եվ իհարկե շատ կարևոր է էներգախնայողության ծրագրերը։ Իմ արձագանքը հետևյալն է, որ այս ծրագրով մենք ներդրված գումար մենք գործնականում ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ուղիղ, առանց չափազանցության, դա տարիների ընթացքում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ մենք հետևյալը պիտի անենք եւ միջգերատեսչական համագործակցությունը այստեղ էլի կարևոր է, որ մենք պետք է նայենք հանրապետությունը մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է նա, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք։ Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնանորոգված է։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այն խոստացված ծրագրերից է։ Չենք պատրաստվում նոր ընտրություն անցկացնել, օրվա ճեպազրույցում հայտարարել է վարչապետը պատասխանելով հարցին, արդյոք քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն անցկացնել նոր ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընտրակաշառքի գործերին։ Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք, այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Այսինքն առաջարկ կա դեռ փետրվարին, մարտին, ապրիլին, նույնիսկ մայիսին, պահանջներ եւ այլն, բայց ես դեմ եմ եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ անելու եւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո այդ փոփոխությունները կարվեն։ Ընտրակաշառքով քրեական գործեր են հարուցված եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ նա 21 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրության բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում։ Հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել, սոցիոլոգիական հարցումներ են եղել բավականին վստահելի եւ պետք է այդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել եւ այդտեղից է իմ եզրակացությունը։ Նրանք ովքեր իսկ որևէ մեկին բանտ նստացնելու համար պետք է ապացուցվի մեղքը, ոնց կարող ենք մենք ենթադրաբար տեսական
ընտրակաշարք տվածին կամ տեսական ընտրակաշարք վերցնողին ենթարկել պատասխանատվության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Հայաստան դաշինքից Ասատուր Քոչարյանի և Ուժեղ Հայաստան դաշինքից Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազի միջնորդությունները, հայտնում են գլխավոր դատախազությունից։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Ղազինյանը ձերբակալվել էր ընտրակաշարք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշարքի հերթական ձայնագրությունն է հրապարակել։ Ըստ հաղորդագրության Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակի պատասխանատունները ընտրողներին խոստացել, նաև տվել են ընտրակաշարք։ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք կուսակցության համակիրների եւ նրանց հետ գործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել նաև տվել են ընտրակաշարք։ Ինչու՞ պետք է սանցել, որ բանը թո մաքուր պայեմ չլինի ցավտանան։ Էդի ասում եմ, հələ թեման չեմ բացել, թեման ամսի 7-ից հետո կխցանք։ Ժլացն է, ես էլ ներկալնեմ, եթե ես կասնու տեղած բան կա։ Քո հետ չի, չէ, քո թեման չի։ Քոնը ես եմ տվել խոսքի, քո թեման ո՞նց կարա լինի։ Տալը ինչ կապ ունի։ Բա դրանից է սկսե, այդ ցավտանը, բայրեք ինչ էի պատմում քեզ։ Դրանից Էդ են պալի տարե, այդ ցավտան է, որ կրճել են ջոգիրը, մի ոնց որ խոսքի կրճելների հետի սաղից էլ պարզ է, ինձ էլ ապարզ մաղակները Չէ, դե միտքն եմ ասում, ջոգիր, որ ոնց որ մի խոսքի տամ ասեմ, քեզի տենա, միտքն եմ ասում, էթա քեզի տես տենա, բայց ինձ էլ ասի չի կարա տենց բանը լինի, ախպեր վրից խոսքի Ջոգիր ինչ եմ ասում։ Ընդամենը երկու բան եմ։ Սրանով բան չանեն գործում։ Խոսամ։ Հասկացա։ Պատասխանների մոտը։ Հասկացա, դու մի հատ ջոգի տես ինչ ասավ, ինչքան եմ մտ SMS գրի մոտա, որ ջոգիր ինչ է եկե։ Այդ ճշումը, սիրես տիպը ինքը որը չէ։ Հա, ես չեմ ջոգում, չեմ ասում։ Համաձ բանալի խոսա։ Ասիկոնի 30-ը կվեկալ եք այդ ակտերի կեսը կմուցեք զանգինք, սաղ ակտա։ Հա? Սաղ ակտա արկադիրը։ Հələ մի հատ սպասում տենամ գալիս է երբ չի գալի, մի հատ չէ փոխեմ այդ Իրանն էլ։ Հա։ Կա Ռոման, պրոստը Իրան ասա, որ փող է տալու, որ կանոնը շահագրգռվի։ Արա ինչ ես խոսում, ինչ ես խոսում սրանով, ալա։ Գնա ավտոմետ։ Արա սրանով իմ հետ մի խոսա, էլի տենց բաներ։ Են տելեգրամը տուրը։ Հաղթերես, այլուս։ Կեր բաներ անունն ինչ է, որ շն սաղին տեսա ներքևներ, նոր էլ վրթոին տեսա։ Հա, ցավոտ տալեմ։ Դեսեր կորը իրար, ապե սրանով բան չեմ ուզում անեմ, ոբշա։ Տոշնիա, ոբշա։ Վրթոն կզանգի, հա, ինձի տենց հետա, մետ դու քո տեղացը բան կանենք, ախպեր է, որ այդ ախտակները բերեն։ Այրիկունը կերեմ ամ ախպերս։ Всё։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։ Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք-շինություն։ Դատախազի միջնորդագրերի հիման վրա ապամոնտաժվել են այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները։ Դատախազությունը առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Քանդվել է նաև ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն պատկանող առանձնատունը։ Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Ապուրինի կառուցած քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Ապորինի կառուցած քոթեջը, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի Ապորինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը եւ այլ շինություններ։ Դատախազությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել նաեւ առանձնատունը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի նախագահները ստորագրել են խաղաղության հուշագիրը, հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին, ինչ է ենթադրում երկրների միջև ստորագրված փաստաթուղթը ռեպորտաժում։
7-ի խմբի գագաթնաժողովի ավարտի առիթով Վերսալում Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ընթացքում Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի հետ խաղաղության հուշագիրը։ Ասեմ ձեզ, սա այդքան էլ հեշտ չէր։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել է, եթե Թեհրանը չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Վաշինգտոնը նաև թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ Այնուհետև Թրամփի ստորագրությամբ փաստաթղթի պատճենն ուղարկվել է Թեհրանին եւ միջնորդ երկրներին, նաև Իսրայելին։ Իրանական կողմից փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես վերջնականացված եւ հաստատված է 60 օրվա ընթացքում ամերիկյան կողմը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում կամ նոր պատժամիջոցներ կիրառի։ Այժմ պետք է աշխատենք ինչպես այս փաստաթղթի դրույթների իրականացման, այնպես էլ երկու շատ կարևոր կետի վրա, այն է պատժամիջոցների մեղմացում եւ միջուկային հարցեր։ Մենք հենց սկզբից ասել ենք, որ առաջին փուլում չենք քննարկելու միջուկային հարցերը եւ կենտրոնանալու ենք պատերազմի ավարտի վրա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը ներգրավված է եղել Վաշինգտոնի հետ բանակցություններին, հայտարարել է, որ ստորագրված փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ։ Նրա խոսքով Թեհրանն ավելի շատ բան է շահում։ Միևնույն ժամանակ Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Մինչև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը։ Որոշ բաներ իշտակված չեն համաձայնագրում, սակայն դրանց վերաբերյալ բանավոր փոխըմբռնում ունենք։ Եթե Իրանը չհետևի դրանց, մենք կստիպենք նրանց։ Զարմանալի է, թե ինչ կարող են անել ռումբերը։ Ինչ վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին, դրանք կարող են խանգարել Իրանի վերականգնմանը։ Եթե նրանք իրենց լավ պահեն, պատժամիջոցները կարող են չեղարկվել։ Նույնը վերաբերում է տարբեր երկրներում սառեցված իրանական ակտիվներին։ Թրամփը հավելել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունն արդեն զգալիորեն աճել է, էներգակիրների բնականոն հոսքը կվերականգնվի առաջիկա օրերին։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այս ֆոնին կրկին կխստացնի Ռուսաստանի էներգետիկ հատվածի նկատմամբ պատժամիջոցները։ Զուգահեռաբար աշխատելու ենք Պարսից ծոցի երկրների հետ լուծելու ոչ միջուկային հարցեր։ Խոսքը սովորական բալիստիկ հրթիռների մասին է։ Իրանը պետք է որոշ հրթիռներ ունենա, որովհետև մնացած երկրները դրանք ունեն։ Ես չեմ կարող դա արգելել, անարդար կլինի։ Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագիրը կդառնա շատ ավելի մեծ գործարքի սկիզբ ամբողջ մերձավոր արևելքի համար։ Նաև հուսով ենք, որ Աբրահամյան արձանագրությունները կընդլայնվեն։ Թրամփն անդրադարձել է Լիբանանին, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումը եւ դեօկուպացիան կարևոր նշանակություն ունեն Թեհրանի համար։ Իրանական կողմը նախազգուշացրել է, որ եթե Ցահալը չդադարեցնի Լիբանանի եւ Հեզբոլլահի դեմ հարձակումները, Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը կարող է կասկածի տակ հայտնվել։ Սակայն իսրայելական կողմը այնքան էլ գոհ չէ Իրան-ԱՄՆ գործարքից եւ խոստանում է շարունակել պայքարն ու պաշտպանել հրեական պետության շահերը։ Հեզբոլլահը եւս հրաժարվում է զինաթափվել։ Լիբանանի հարցով դեռ մի փոքր պետք է աշխատենք, իրականում այն փազլի շատ փոքր մաս է, բայց դեռ մեծ աղմուկ է բարձրացնում։ Կարևորը Իրանի հետ գործարքն էր, այնտեղ է փողը, այնտեղ է իշխանությունը, բայց կա Հեզբոլլահը, որի հարցերը պետք է լուծվեն։ Մենք դա կանենք։ Ցավում եմ Լիբանանի համար։ Կարծում եմ Իսրայելը կարող է ավելի արդյունավետ գործել։ Պարտադիր չէ Բեյրութում շենքեր պայթեցնել։ Նեթանյահուն լավ մարդ է, բայց երբեմն շատ է ոգևորվում։ Մենք Լիբանանի հետ կապված փոքր վիճաբանություն ենք ունեցել։ Այսպիսով ինչ է ենթադրում Իրանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթուղթը, որը ստացել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր անվանումը։ CNN-ը հրապարակել է դրա դրույթները եւ Լիբանանի մասին հիշատակվում է հենց առաջին կետում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը, ինչպես նաեւ այս պատերազմում նրանց դաշնակիցները ստորագրում են հուշագիրը, հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին եւ պարտավորվում են չսկսել որևէ պատերազմ կամ ռազմական գործողություն միմյանց դեմ, ինչպես նաեւ ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չմիջամտել մեկը մյուսի ներքին գործերին։ Կողմերը պարտավորվում են բանակցել եւ հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսի 30 օրվա ընթացքում հանել Իրանի ծովային շրջափակումը։ Կապահովվի, որ նավերի երթևեկությունը հասնի մինչ պատերազմյան մակարդակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ կհեռացնի իր ուժերը Իրանի մերձակայքից։
Նաև Իրանը կապահովի, որ Պարսից ծոցից Օմանի ծով եւ հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անցումը լինի անվտանգ եւ անվճար, նաև կիրականացնի ականազերծում։ Թեհրանը կերկխոսի Օմանի հետ Հորմուզի նեղուցում կառավարման եւ ծովային ծառայությունների մատուցման կարգը սահմանելու համար Պարսից ծոցի ափամերձ մյուս պետությունների հետ համակարգմամբ։ ԱՄՆ-ն էլ պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել առնվազն $300 միլիարդ ծրագիր, որը կուղղվի Իրանի վերակառուցմանը եւ տնտեսական զարգացմանը։ Համապատասխան լիցենզիաները տրամադրելու է Վաշինգտոնը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը։ Այս հարցը կդիտարկվի հետագա բանակցություններում։ Իրանը վերահաստատում է, որ միջուկային զենք ձեռք չի բերի եւ չի մշակի։ Հարստացված ուրանի ոչնչացման հարցը կկարգավորվի փոխադարձ համաձայնեցված մեխանիզմով, որը կմշակի IMG-ի հսկողության ներքո։ Նաև Իրանի միջուկային կարիքներին վերաբերող մյուս հարցերը կքննարկվեն հաշվի առնելով վերջնական համաձայնագրի շրջանակը։ Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը պարտավոր են պահպանել ստատուս քվոն։ Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս ստատուս քվոն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի եւ լրացուցիչ ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կտրամադրի իրանական հում նավթի, նավթամթերքի համապատասխան ծառայությունների, այդ թվում բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրման եւ այլնի արտահանման լիցենզիաներ։ Կողմերը բանակցությունների ընթացքում կհամաձայնեցնեն իրանական ակտիվների ապասառեցման հարցը։ Ըստ փաստաթղթի ստեղծվելու է գործադիր մեխանիզմ հետևելու հուշագրի իրականացմանը եւ վերջնական գործարքի պահպանմանը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Արևմտյան ԶԼՄ-ները շեշտում են, որ փոխըմբռնման հուշագիրը չունի իրավական պարտադիր ուժ։ Դրա կյանքի կոչումը եւ վերջնական գործարքը կախված են Վաշինգտոնի եւ Թեհրանի քաղաքական կամքից։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը մեր երկրում կանցկացվի ամենաբարձր մակարդակով։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները պատշաճ ընթանում են։ Աշխատանքներում ներգրաված են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ COP17-ի նախապատրաստությունները եռոն շրջանում են։ Մերիդիան էքսպո կենտրոնում կտեղակայվի կապույտ գոտին, ինչպես ասում են բլուզոնը, համաժողովի պաշտոնական տարածքը։ Այստեղ կանցկացվեն միջկառավարական բանակցությունները, բարձր մակարդակի նիստերը, պաշտոնական միջոցառումները, հանդիպումները։ Անդադ նախարարությունը թե նախարար այցելում են Մերիդիան էքսպո կենտրոն, հետևելու ինչ փուլում է գտնվում այդ տարածքը ու շուտով արդյունքները կտեսնենք։ Ակտիվ հանդիպումներ ենք ունենում թե մասնավոր կազմակերպությունների հետ, թե հասարակական կազմակերպությունների, թե նաև երիտասարդների հետ։ Ուրախ կլինենք, եթե համայնքներում հնարավոր լինի աշխատանքների ինտենսիվ տան, այսինքն համայնքներում ներկայացվի այդ ռիսկերը, որոնք ունենք կենսաբազմազանության կորստի մասով, որպեսզի համայնքներում Երևանում բոլոր քաղաքներում պատկերացնեն, թե ինչա COP17-ը։ Գիտատեխնիկական եւ օժանդակ մարմինների նիստերը շուտով կկայանան, քննարկելու օրակարգային հարցերն ու փաստաթղթերը, որոնք կընդունվեն COP17 համաժողովին։ Կենսաբազմազանության պահպանման գործում ոչ պակաս կարևոր է քաղաքասարակության դերը։ Պետությունը միայնակ չի կարող ներկայացնել կենսաբազմազանության կորստի ռիսկերը, կանխել դրանք։ Այդ թեմայով COP17-ին նվիրված քննարկումը նախաձեռնել է Էկոլուր կազմակերպությունը Նանսեն ինստիտուտի հետ։ Քաղաքասարակության ներգրավումը մինչև COP17-ը այդ ընթացքում ու նաև դրանից հետո շատ կարևոր է։ Կարևոր թիրախներ կան նրանց համար՝ խթանել տեղական համայնքների ներգրավումը կենսաբազմազանության հատուկ տարածքների պահպանման ու կառավարման գործում, ապահովել գենդերային հավասարություն որոշումների կայացման գործընթացում։ Հասարակական կառույցների ներկայացուցիչները վստահ են COP17-ը փորձագետների, խորհրդատուների, շահագրգիռ կողմերի, դոնորների ներգրավմամբ կարող է հարթակ դառնալ համատեղ հաղթահարելու կլիմայական փոփոխությունների, մարդկային գործոնի հետևանքով առաջացող մարտահրավերները։ Որոշ տարածաշրջանային եւ նեղ տարածաշրջանային մտածում ենք ինչ-որ հարթակներ ձևավորման եւ այդ հարթակները ավելի առաջ տանելու ուղղությամբ Դիլիջան համայնքը շրջապատված է Դիլիջան ազգային պարկով եւ խնդիրները առնչություն նաեւ մեր ազգային պարկի հետ կապված հիմնականում վերջի շրջանում դա կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներն են, որոնց հայտնի երևում են, դա սլավներն են, սողանքներն են, հեղեղումներն են։ COP17-ին նախապատրաստվում են նաև հարուստ կենսաբազմազանությամբ Վայոց ձորը, կարևորվում են մարզում գործող կազմակերպությունների բնության համաշխարհային հիմնադրամի Երևանի գրասենյակի աշխատանքը, նշում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներդրումը, որը մարզում հասնում է 1 միլիարդ դրամի։ Հայաստանի 460 կենդանատեսակներից 224-ը Վայոց ձորում են, կարմիր գրքի կատնասուններ, բեզոարյան այծ, ընձառյուծ, մուֆլոն, գորշարջ թռչուններ։ Նախապատրաստում ենք ջրաբանականի անտառայինի, որպես պետական արգելոց պատրաստենք։ Պետք է այնտեղ աշխատանք տարվի, պահպանվի, խնամվի, որպես արգելավայր, գործառնական նշանակության, туриզմի հետ կարող են բաներ կատարվել,
եւ տնտեսական մաս, այսինքն արոտները նորից կտրամադրեն։ Կենդանական աշխարհի պահպանությունը բնության մեջ կենդանի տեսնելը կարևոր է туриզմի համար։ Որոշ հարցերում փոքր հեկերն են խախտում կենսաբազմազանությունը։ Այս տարի շատ առատաց ջուր է, բայց սակավ տարիներին շատ դժվար է լինում եւ ամբողջ ջրային ռեսուրսները, հատկապես գետերը, արփա եւ եղեգի գետերը խախտում է էկոլոգիական ընթացքը, վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախապատրաստում են ծրագիր այս հեկերի հետ կախված թույլ չտալու։ Մեկ այլ թեմա է արջերի ակտիվ այցերը բնակավայրեր։ Գնում են գետեր, փափկամարմին, սպիտակուցային գերուտելու, չեն գտնում, մտնում են գյուղ։ Ասում եմ համեցեք, ինչ անեմ, ինչ պահեք, չեք պահում, թողեք գետից գնացեք, ես ապրեմ։ Երեխաները քիչ առաջ գնացել են կերաս, որ օգտագործեն, արջը էնել քոթոթը բանը, երեխաները փախել են, այդ քոթոթն է, այն արջենը։ Մայա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։ Այսքանը այս ժամի համար հետևեք լուրերի ընթացքին։